Այսօրվա մեր կյանքը անմիջականորեն կապված է սուպերմարկետներից ու դժվար է ժամանակակից մարդու կյանքը պատկերացնել առանց դրանց։ Իսկ սուպերմարկետների անբաժան մասն են մետաղական սայլակները։ Բարև ձեզ, ձեր հետ Վարդուհի Սարգսյանն է, դուք T-Stories from Բարդ հարթակում եք։ Անդրադառնանք պատմությանը եւ պարզենք, թե ինչպես այդ առաջին հայացքից պարզ ու անշուք սայլակները ոչ վաղ անցյալում մտան մեր կյանք ու հեղափոխություն առաջացրեցին մարքեթինգի աշխարհում։ 20-րդ դարասկզբին խանութ գնալը, առևտուր անելը ամենօրյա գործողություն էր։ Նախ դա պայմանավորված էր նրանով, որ չկային սառնարաններ եւ բնակարանում հնարավոր չէր մեծ քանակությամբ մթերք պահել ու մարդիկ առևտուր էին անում ու ուտելիք պատրաստում ամեն օրվա համար։ Բացի այդ, խանութները վաճառում էին մի ապրանք։ Կար հացի խանութ, մսի խանութ, կաթնամթերքի խանութ եւ այլն։ Да. Наши люди в булочную на такси не ездят. Խանութի տերը պատասխանատու էր իր խանութի մթերքի որակի եւ թարմության համար։ Մենք նրան ճանաչում էինք ու վստահում, նա էլ մեզ էր ճանաչում, հետաքրքրվում մեր ողջությամբ, ու խանութում անցկացրած ժամանակի մի մասն էլ կազմում էր զրույցը խանութպանի հետ, ով էլ վաճառում էր ապրանքը։ Ու միգուցե այսպես շարունակվեր առ այսօր, եթե առաջին հեղափոխությունից հետո մարդկանց անվճարունակության շնորհիվ շատ խանութներ չփակվեին ու հասկանալի չդառնար, որ գոյատևում են միայն այն խանութները, ովքեր մարդկանց առաջարկում են մի տեսակից ավելի ապրանք։ Այսպես ձևավորվեցին ու ստեղծվեցին սուպերմարկետները։ Այս սուպերմարկետների ցանցերից մեկի սեփականատերն էր ծագումով ռուս, հեղափոխությունից հետո Ամերիկա տեղափոխված Սիլվան Գոլդմանն էր, որը օգտագործում էր ամեն հնարավորություն, որպեսզի իր խանութում ապահովեր առևտուր։ Тележка – это первая уловка, созданная, чтобы люди покупали больше товаров. Это просто удобно. Вот именно на этом и сыграл Сильман Голд, владелец сети супермаркетов. Շուտով Գոլդմանը նկատեց, որ Հենրի Ֆորդը Ամերիկան նստեցրել է ղեկին եւ անհրաժեշտ է խանութը մոտեցնել մեքենային, որպեսզի գնորդը կարողանա խանութից հեռանալ ոչ թե այնքան ապրանքով, որ նա կարող է ձեռքով տեղափոխել, այլ այնքան, որ տեղավորվում է մեքենայի մեջ։ Հասկանալի է, որ մեքենայով ապրանք տեղափոխելը գնորդի համար ավելի հեշտ է ու հարմարավետ։ Ու նա իր խանութը կառուցեց բենզալցակայանի կողքը։ Հետո նկատեց, որ մարդիկ հեռանում են խանութից, երբ զամբյուղը լցված է, ու մեծացրեց զամբյուղները, բայց շուտով հասկանալի դարձավ, որ գնորդը չի կարողանում տեղափոխել ծանր զամբյուղը, մեր հնարամիտ նորարարը էլի գտավ հնարք, նա տնից բերեց աթոռ, աթոռի ոտքերին ամրացրեց պտուտակներ, աթոռի վրա տեղադրեց զամբյուղը, որպեսզի գնորդը կարողանա հեշտությամբ ապրանքը տեղափոխի մինչև իր մեքենան։ Այս ամենը իհարկե հետաքրքրեց բոլորին ու զարմացրեց։ Այսպես առաջացան մետաղական սայլակները։ 1937-ին Գոլդմանը պատենտավորեց իր մետաղական սայլակների գյուտը։ Միջին հաշվարկով այդ ժամանակաշրջանում Ամերիկայի սուպերմարկետում գտնվում էին միաժամանակ 250-300 մարդ։ Պատկերացրեք այն տարածությունը, որ գրավում էին դրան։ Իհարկե անհրաժեշտություն առաջացավ դրանք կատարելը գործելու ու Գոլդմանը ինժեներների օգնությամբ կատարելագործեց ու դրանք այսուհետ հագնում էին մեկը մյուսին։ Можно пройти? Այս կոնստրուկցիան մինչ օրս էլ մենք կարող ենք հանդիպել ցանկացած սուպերմարկետում։ Մի պատմություն էլ կա կապված Գոլդմանի սայլակների հետ, սկզբից նրանք հիշեցնում էին մանկասայլակ ու կանայք չէին ցանկանում ձեռքով դիպչել մանկասայլակի, որի մեջ մթերք էր։ Տղամարդիկ էլ իրենց բավականաչափ ուժեղ էին համարում եւ գտնում էին, որ իրենց վայել է մթերքը ձեռքով տեղափոխել տուն։ Այս հարցի լուծումն էլ գտնվեց։ Գոլդմանը վարձեց դերասաններ ընտանիքներով,
որոնք սուպերմարկետ էին գալիս խոտիկ հագնված, շատ խելացի երեխաներով ու հմայիչ կանանցով ու սայլակներով առևտուր անում։ Պատմում են, որ այդ ժամանակաշրջանում շատերը Goldman-ի խանութ գնում էին ոչ այնքան առևտուր անելու, այլ այս տեսարանին ականատես լինելու։ Ու կամաց-կամաց նրանք էլ սկսեցին օգտվել մետաղական սայլակներից, որոնցով առևտուրը տեղափոխում էին մեքենա, այնուհետև տուն։ Այսպիսով սուպերմարկետ գնալը դարձավ իրադարձություն, մարդիկ կոկիկ հագնված գնում էին այնտեղ, վայելելու միջավայրը եւ իհարկե առևտուր անելու։ Наташа? Да? Это ничего, что я вас Наташей называю? Вы знаете, у нас тоже хлеба не оказалось. Ага. Что ж, пойдемте вместе удаем быть веселее. Մետաղական սայլակներն առ այսօր մեր կյանքի մի մասն են։ Մենք մտնում ենք սուպերմարկետ, վերցնում մետաղական սայլակը ու ստեղծված է ամեն հնարավորություն մեր հաճելի առևտրի համար։ Մետաղական սայլակների ներքևում անգամ կա տարածություն, որտեղ մենք կարող ենք տեղադրել երկրորդ զամբյուղը կամ ավելի մեծ չափսի ապրանք։ Այսօր կյանքը փոխվեց։ Օնլայն առևտուրը դարձավ արդիական։ Եվ այնպիսի հարթակներ, ինչպիսիք են Amazon-ը, Wildberries-ը, Ozon-ը, մեզ հնարավորություն են տալիս մեր բազմոցի վրայից ձեռքի մի շարժումով ապրանքներ պատվիրել եւ տեղադրել դրանք զամբյուղում։ Դարձյալ Goldman-ի զամբյուղում, արդեն էլեկտրոնային։ Նորարարի այս գյուտը փոխեց մարդկանց կյանքի որակը, փոխեց մարքեթինգը եւ այն այսօր առաջընթացի քայլ է առևտրի աշխարհում։ Հուսով եմ պատմությունը ձեզ հետաքրքրեց, բաժանորդագրվեք, լայքեք։ Ձեզ բոլորիդ արդյունավետ առևտուր եմ ցանկանում, կտեղադրեք այն իրական զամբյուղներում, թե էլեկտրոնային։ Այսօր Goldman-ի զամբյուղները ոչ այնքան հարմարավետություն են, որքան առատ առևտրի սիմվոլ։ Ձեր հետ Վարդուհի Սարգսյանն է, կհանդիպենք։